Շարունակում ենք մեր թողարկումը, առաջին լրատվականի ուղիղ եթերում կրկին Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանը և Միացյալ Նահանգները սկսել են ինտենսիվ խորհրդակցություններ կապված այդ Թրամփի ուղու շինարարության հետ։ Խորհրդակցությունները դա այն ընկերության շուրջ են ապագա, որը պետք է ստեղծվի, որն էլ պետք է կառավարի նախ շինարարությունը, իսկ հետո արդեն աշխատանքը այդ ուղու, որը անցնելու է Արաքս գետին զուգահեռ Հայաստանի Հանրապետության տարածքով Հայաստանի լիիրավ ինքնիշխանության ներքո։ Եվ ահա զուգահեռաբար մի նորություն եղավ, այսպես ընդհանուր բնույթի այն մասին, որ Միացյալ Նահանգների 30 դեսպաններ հետ են կանչվում եւ նշանակվում են նորերը։ Այդ հաղորդագրության մեջ իհարկե խմբագրության կողմից տվյալ լրատվական գործակալության գրված էր, որ ըստ ամենայնի Թրամփի վարչակազմը ցանկանում է ոչ իր նշանակած դեսպաններին վերանշանակել եւ այնտեղ տեսնել ուրիշների, ովքեր ամերիկյան ներկայիս վարչակազմի քաղաքականությունը առաջ կտանեն։ Եվ ահա այս մեր ողջ տարածաշրջանում, որում այսպես լայն ընդգրկմամբ միակ երկիրը, որտեղ դեսպան է փոխվում, Հայաստանն է։ Հայաստանի դեսպան Քրիստինա Քվինը Հայաստանում է եղել եւ եղել է Հայաստանի կողքին ամենադրամատիկ պահերին, հենց այս տարիների ընթացքում 23 թվականի հունվարից սկսած եւ ըստ էության նրա հետ կանչն էլ հենց դիվանագիտական ծառայության այս թե գրված թե չգրված նորմերով ըստ էության այդքան էլ վաղաժամ չէ 3 տարին է լրանում Փորձենք հասկանալ ինչպես է սա անդրադառնում Միացյալ Նահանգների նախ քաղաքականության վրա Հայաստանի ուղղությամբ եւ առաջնահերթությունների ինչ դասավորության հետ մենք գործենք ունենալու, որովհետեւ պարզ է որ առաջիկայում լինելու է հիմնարկեքը TRIP-ի Իսկ դա նշանակում է, որ եւ այդ ընկերությունը պետք է ստեղծվի եւ պարզ դառնա մոտավորապես ներդրողների շրջանակը, սա չափազանց կարևոր հարցեր են, իսկ ժամանակն էլ քիչ։ Փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր հյուրը Միացյալ Նահանգներից է, Լոս Անջելեսից, քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի Հայ համայնքի հասարակական գործիչ Վիգեն Հովսեփյանը։ Բարև ձեզ, պարոն Հովսեփյան, ուրախ եմ ձեզ կրկին տեսնել, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Եվ պարոն Հովսեփյան, ինչ է ձեզ հուշում, ինչ դատողություններ, այս տեղեկատվությունները, որը ես իմ նախաբանում նշեցի, համեցեք։ Այո, գլխավորապես բարոն Մեհրաբյան դուք ակնարկեցիք այս տեսփաններու փոփոխության, նաև անշի ենթատեքստը այն է, որ արդյոք ասիգա գրնալալ որևէ աստեցություն ունենա վարված քաղաքականության վրա։ Սկսենք հետևյալն, նախ վերջի ժամերուն ես ընդհանրապես ընկերային ցանցերու վրա կտեսնեմ մեկնաբանություններ հատկապես հայաստանյան վերլուծաբաններ կմեկնաբանեն ասելով, որ կրնալալասի ինչ-որ նշանակություն է, ընդհանրապես որևէ նշանակություն չունի, այն իմաստով, որ այս 29 տեսփանները, որոնք այսօր կփոխվին, որոնց մեջ 13-ը աֆրիկյան ցամաքամասի տեսփաններ են, Այսինքն շատ օրինաչափ ցևով է որ կփոխվին, այն իմաստով որ ընդհանրապես տեսփանները 3-4 տարվա պաշտոնավարության շրջանը կավարտեն, նույնիսկ եթե այսքան մեծ քաղաքական փոփոխություններ չլային Միացյալ Նահանգներու մեջ։ Այսինքն Թրամփը որ եկավ, ճագերդյալ հեղափոխություն խոստացավ, չէ, դեմոկրատներն անցնելով դեպի իր շրջապատին ավելի հանրապետականներով, բայց ավելի եւս
շեշտված իր օրագարկի, ասենք հետևորդներուն անցնելու եւ նշանակումները սկսան ամերիկյան pedagogan դարբեր այսպես քերադեշություններում մեջ, նախարարություններում մեջ եւ այլն։ Դեսեք Հայաստանի վարակային տեսփանուի փոփոխությունը մի քիչ ուշացած է երևի մի քանի ամսով, որովհետեւ չմոռանանք, որ օրինակ համար Ադրբեջանի տեսփանը փոխվեցավ եւ Էյմի Քորլն եկավ երբ հունիս ամսին, չէ, հունիս ամսին։ Հիմա օրինակի համար ես գնամ վկայել անցական մեկ բարեկամի Էրիկ Գարսետին, որ երկար տարիներու Լոս Անջելեսի քաղաքապետն էր, որ Բայդենի օրոք նշանակված էր Հնդկաստանի մոտ տեսփան, անիկա արդեն նոյեմբերին փոխվեցավ, այսինքն ամիս առաջ, նոյեմբերի կեսերում։ Հիմա ուրեմն գարկի եկած է նաև Հայաստանին եւ այս փոփոխությունը դեղի կունենա։ Ինչպես որ գարբա, երբ Բայդենի վարչագարկը իր վերջին օրերուն գեիշեք Բլինքենի ցերամբ ստորագրեց այդ ռազմավարական համացայնությունը։ Եվ շատերը սկսան հարցականի տակ դնել, որ այս ինչ իմաստ ունի, մի քանի ամիսեն, 2 ամիսեն, 3 ամիսեն Թրամփը պիտի կա եւ պիտի չեղարգի այս ռազմավարական համացայնակիրը եւ այլն, եւ այդպես չավ, ընդհանրապես տեսանք, որ երբ Թրամփի վարչագարկի եկավ, ոչ թե միայն իրենք ընթացքի մեջ էին, շարունակեցին նույն քաղաքականությունը եւ մի քիչ էլ ավել։ Եվ ուրեմն հիմա որ այս փոփոխությունը կարգավորվի, ես կկարծեմ, որ ասիկա ոչ մեկ նշանակություն ունի կապված ուղղակի դարաձաշրջանին կամ ուղղակի Հայաստանին, ասիկա ամերիկյան քաղաքականության մեկ դրսևորումն է դրա անվանության սահմաններում մեջ, որովհետեւ ինչպես ընդհանրապես տեսփանները 3-ին 4 տարի կծառայեն, իսկ այս բարակային տեսփանուհին 3 տարին 1 ամիս առաջ մոտավորապես կա, սկայացուն սատեղ ոչինչ կա, եւ ես կգնգալեմ, որ քաղաքականությունը վատ թե լավ, ինչպես որ կնահատեք, պիտի շարունակվի նույն դրա անվանությամբ, նույն ուղղությամբ։ Այսքան։ Պարոն Հովսեփյան, Թրամփի վարչակազմը յուրահատուկ մոտեցում ունի ընդհանրապես դիվանագիտությանը եւ ասելով, որ դա դասական դիվանագիտություն է, իհարկե դա այդպես չի, այսպես ոչ ստանդարտ մոտեցումներով է առանձնանում եւ մենք տեսնում ենք առանցքային ուղղություններով նշանակվում են ժամանակին հաջողված բիզնեսմեններ, որոնք գերազանցապես հաջողվել են առևտրի կամ անշարժ գույքի ոլորտում եւ մենք այդպիսի նշանակումներ օրինակ տեսնում ենք Թուրքիայում, հա, Թոմ Բարակը, ընդ որում նաև մենք տեսնում ենք, որ այդ դեսպանները նաև օժտվում են հատուկ բանագնացի, հատուկ ներկայացուցչի ուրեմն կարգավիճակով, ինչը նրանց այսպես բավականին ազատության բավականին լայն դաշտ է տրամադրում իրենց այսպես բանակցային ունակությունները դրսևորելու համար, հա, քանի որ այսպես գործարքի միտված դիվանագիտությունը ներկայիս վարչակազմն ավելի շատ գերադասում, հա, որպես ոչ։ Ինչ եք կարծում Հայաստանի հետ կապված մանավանդս միջին միջանցքի ձևավորման տրամաբանության մեջ կարող է նման տարբերակ առաջ բերվել։ Համեցեք։ Այն որ գրնա բիզնես աշխարհի մեկ ներկայացուցիչ լալ, ադիգա շատ հավանական է։ Այո։ Ես կկարծեմ, որ առավել եւս գրնանք վստահ լալ, որ Հայաստանի վարակային պիտի ներկայացուցիչ ուղարկվի մեկը, որոնց ուղղությամբ բացարձակ վստահություն գոյություն ունի։ Այո։ Եվ ասիկա, որովհետև Հայաստանի հետ կապված է որոշ ռազմավարական, ասենք, թիրքորոշումներ, որոշ փոփոխություններու ցկտումը կա Վաշինգտոնի մեջ, եւ ասիկա սկսած Բայդենեն շարունակվի Թրամփի ավելին ասեմ ցեզի, ես կգարձեմ, որ Հայաստանի վարակային ուղղակի զարմանալի կերպով
քաղաքականությունը գշարունակվի ի դարբերություն այլ բեդություններու ուղղությամբ գոյություն ունեցող ասենք նկատառումներն ուր փոփոխություններ դեղի ունեցան հոս շատ այսպես դրամապանական որոշ ալիքի վրա քաղաքականությունը գշարունակվի հիմա ասիգա ասել է իդ որովհետեւ հուշագություններու թաշ չմտնենք եւ ասենք թե ով գրնալ այդ նշանակված անձը իդեպ խոսքեր գշրջին արդեն որոշ շրջանակներում մեջ որոշ անուններ կան գշրջին այդ իմաստով բայց եւ այնպես գկարծեմ որ ծեր այն նկատառումը թե ավելի հախուրն այսպես բիզնեսմեններ գուղարկե եւ ազատություններ կշնորհե ադիկա գրնալալ որ ար երևույթ այդպես է բայց հաջախալ դեսանք նշանակումներ ոչ հատկապես տեսմաններու վարակային նշանակումները արդեն մինչև իրենց լրումին չի հասցին այսինքն սենատի գոմե չվավերացվին փոփոխություններ գրեցին այդ նշանակումները որովհետև կամ նշանակում են ամիջապես յետք մարդիկ պաշտոնանք եղան շատ արագ ասիկա որոշ փորձարական նաև դպավորություն կստեղծե որ գոյություն ունի այսպես շատ արագ նշանակումներու ջիկ ինչը թասմն է որ Թրամփեն սորվեցան հավանաբար իրենց առաջին 2016-ի ասենք Թրամփի առաջին նախագահության շրջանին ուր կադրային լուրջ դժվարություններ ունեցավ 4 տարվան ավարտին պատկերացրեք որ դեղեր գային թիրքեր գային ուր նշանակում դեղի չեր ունեցած մինչև իսկ որովհետև իրենք փորձեցին հասական հարաբերական շրջանակները դուրս գալու հարաբերականները այսինքն հասական հարաբերականները ունին կադրային փուլը բայց ինքը կփորձեր դարբեր դիբի դարբեր ասենք դեսկի մարտիկ նշանակել ինչը դժվարություններով հանգեցավ իր առաջին քարամյակի ընթացքին հիմա այդ թասերեն սորվելով եւ ինքը այս ուղղությամբ խոսած է հարցազրույցներու ընթացքին քիչ ավելի արագ քիչ ավելի հախուռն կնշանակե մարտիկ որոնք այսպես ասած կթավանին իր այս Ամերիկա First-ի հասկացողության ասենք եւ անոր ասենք գիրառումը իրենց համար կարևոր թասող մարդոց եւ ուրեմն այս բարակայինալ գենթատրեմ որ վերիվարո այդ տեսակ նշանակում պիտի տեղի ունենա բայց նաեւ արժե հաստատել բամը որ բոլորս գիտենք դրամապանական է եւ այսինքն միշտ այդպես եղած է տեսմանները գներգանան որպես նախագահի ամիջական ներկայացուցիչներ դարբեր վայր ուրեմն եւ գործեն նախագահի ամիջական տելատրություններով չնայած որ այս բարակային պետքարտուղարության պաշտոնյաներ են բայց գսվի թե տեսպանը ուղագի նախագահի ասենք փամփերն է կամ նախագահի ասենք կորզագադարն է վարչական կորզագադարն է անգլերենի թարգմանել եւ ուրեմն այս բարակայինալ կենթադրեմ նմանօրինակ անսավորությունը պիտի լա որ առնվազն հիմա մարամասություններում է չեր տալու եւ ինչպեսի կուշագություններու թաշ չմտնելու համար ասեմ որ առնվազն միջին արևելյան մերձավոր արևելյան դարաձաշրջանի ցանոթ մեկը գլա բայց նաեւ գրնալալ որ մեր դարաձաշրջանեն անցյալին որոշ ասենք փորձառություններ ունենա հատկապես Թուրքիո հետ եւ այլն Պարոն Հովսեփյան, այնուամենայնիվ օբյեկտիվ իրականությունն այն է, որ այն օրակարգը, որն այս պահին ունի Հայաստանը Միացյալ Նահանգների հետ, որի հիմքը այն օգոստոսի 8-ի այն համաձայնություններն է, որը համալիր այսպես համաձայնությունների մի այսպես ամբողջություն է, զգալի չափաբաժինը այնուամենայնիվ այսպես բիզնեսին է պատկանում, հա? Դա, ասենք, արհեստական բանականություն եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտն է։ Էներգետիկ անվտանգությունը եւ
այն ատոմային պրոյեկտը, որը Հայաստանի իշխանություններն ասում են մինչև տարվա վերջ պետք է ամբողջանա։ Դե գուցե մյուս տարվա սկիզբ դա լինի։ Կամ Հայաստանի հաղորդակցության ուղիների զարգացման հարցն է։ Այս ամենը ներդրումային անելիքներ է, հա, այսպես ասենք, ուզենք թե չուզենք։ Հիմա անկախ նրանից, թե նոր դեսպանը կլինի, այսպես ասենք, հենց բիզնեսի աշխարհից, թե կլինի կարիերային դիվանագետ, այնուամենայնիվ նա եւս այս ամենը պետք է նկատի ունենա, իրականությունն է այդպեսին։ Հարցս բայց հետեւյալն է. եթե հայ-ամերիկյան օրակարգում արդեն, եթե առաջ, չգիտեմ, մարդասիրական օգնություններ առաջի տեղում, երկրորդը ինչ-որ, չգիտեմ, տնտեսական օժանդակությունը, հիմա ներդրումներ, բիզնես, գործընկերություն, հա, զարգացում, այս ամենը ձեր կարծիքով, հա, նաև դուք, քանի որ սփյուռքահայ գործիչ եք եւ ունեք շփման շատ լայն շրջանակ, որպես ազդակ չի ընկալվում ամերիկահայության կողմից, հատկապես sense բիզնես աշխարհի, որ ժամանակն է այնուամենայնիվ մտածել ներդրումների մասին Հայաստանում, որովհետև դա իշարս շատ ու շատ բաների նաև ամերիկյան քաղաքականություն է։ Համեցեք։ Շատ լավ, մինչև հասնելը ինվեստմենտներուն, ներդրումներուն, որը մասին պետք է խոսենք ես խորիմ եւ գա ասելիք այգուբությամբ, ասեմ, որ ճիշտ է, որ օգոստոս 8-ը եւ թրիփը ընդհանրապես ճանապարհը եւ այլն այդ համացայնությունները, որը սորակվեցան Վաշինգտոնի մեջ, սկայացում էին դեսակմը, այսինքն այնպիսի նորություններ բերին, չագնգալված գուցե նաև եւ շատ արագ, որոնք ուշադրությունը իրենց վրա գրավեցին, բայց չմոռնանք, որ վերջին 1-2 տարիներու ընթացքին Միացյալ Նահանգներու օժանդակությունը Հայաստանին դրամատրված շատ այլ ոլորտներու նաև գծարայր, այսինքն ապահովական, մինչև իսկ պասպորտներու, անցակիրներու կոնտրոլի եւ այլն, այսինքն ոլորտներ կան, ուր լրջակույն հարաբերություններ եւ գործակցություններ հաստատվեցան վերջին 1-2 տարիներու ընթացքին։ Ոստիկանության հետ կապված, ոստիկանության տրեյնինգի, ասենք, բանի վարժություններու եւ այլն եւ այլն։ Այսինքն ադիգա պետք չէ մեկ կողմ տնել, որը մնայուն գերվով դեղի ունեցած է, որքան գիտեմ շարունակվի մինչև այսօրս։ Ուրեմն բացի ատկե, ես կգործեմ, որ օգոստոս 8-ը գինա ռազմավարական այդ համացայնակիրճեմ հասկացողության սահմաններում մեջ։ Այո, որբեսի դրամապանությունը նաև այդ փոխանցեր, թրիփը տրվեցավ այդ ինվեստմենտի ընդհանուր բանի մեջ, որովհետև բարունակի մեջ, որովհետև երբ հաղորդակցության ջամփաները, ճանապարհ, շոկեգարք եւ այլն, այս ամեն ինչը կվերանայվին եւ նոր ուղղություններով գարելիություններ կստեղծեն, մինչև իսկ դուք ցանոթ եք, որ Իրանի իսլամական հարաբերության որոշ ներկայացուցիչներ արտահայտվելով առաջին օրերուն այս մասին ասին, որ գրնալալ, որ նաև ասիկա իրենց համար որոշ հետաքրքրություն ներկայացնե, այսինքն բիզնես կամ տնտեսական որոշ առավելություններ ներկայացնե, որտեղ մենք գիտենք, չէ՞, որ առնվազն շոկեգարկը կամ այդ ճանապարհը ինչքան սահմանի մոդով պիտի անցնի, Իրանի սահմանի։ Անմիջական։ Այո, ուրեմն թե Իրանը, Իրանի Իսլամական Հանրապետությունը, թե մինչև վերջերս դեսանք, չէ, Ռուսաստանի ներկայացուցիչները որոշ հայտարարություններ, թե իրենք եւս կուզեն խոսակցություններում մասնագից ըլլալ։ Հիմա գրնալալ, որ Ռուսաստանի բարակային նաև կան ուրիշ նկատառումներ, բայց ես չեմ բացառել, որ նաև իրենք հետաքրքրված ըլլան որոշ չափերով տնտեսական այս առավելություններով, որոնք
Ար այժմ ստակավին խոստումներու եւ ծրագիրներու սահմաններու մեջ եւ մանրամասնություններ գբաքսին չեմ զարմանալ եթե ռուսերը իրենք եւս որոշ հետաքրքրություն ցուցաբերեն եւ փորձեն ուզեն որոշ չափով մասնակիցել դա հիմա վերադառնալով օրինակ ամերիկայության որոնց ակնարկեցիք բարոն Մերավյան գիտեք ցավալի մեկ իրականություն կա որը պիտի նշենք անկախությունն այս կողմ սպիրկահայեր եւ ոչ միայն ամերիկահայեր մեծ թիվերով փորձեցին Հայաստանի մեջ կորձեր հաստատել, կորձունեություն ծավալել եւ չգիտեմ երբեմն մեր շրջանակներում մեջ ասիկա որոշ ասպես ցավալի երևույթ է ցավով գարդահայտվինք որ միանշանակ 90% կգնամ ասել այդ ներդրողներուն այս կամ այն ցեվով հուսախապ եղավ իր ներդրումներով մանավանդ բիզնեսի աշխարհում չես արշարժ քույքի մասին չեմ խոսի ընդհանրապես մարդիկ որոնք շինարարություն շինարարությունը վաճառեցին եւ այն բայց այն կոռուպցիան որոն իրենք այսին բախվել անտիպես ասիկա դասամյակներու շունչ ունի հա այս ամեն ինչը եւ իմ շրջապատից մեջ կրնամ վկայել շատեր որոնք սին այլևս վերջ մենք գնահնդրենք բարեգործություն կատարել քան թե business senk investment անել ակնկալություններով եւ այդ ամեն ինչը ասենք ցախողության առաջնորդ է եւ մինչեւ իսկ բարելավենք մենք մեր հայրենիքի ուղղությամբ ուրեմն մյուս կողմը գա նաև այն համոզումը, որ սպիրկահայերը լրջակույն գերբով չմոտեցան այս investment ծրագիրներում։ Եվ բոլոր այն ջիքերը, որ սկիզբի եղան, շատ արագ մի քանի տարվա մեջ այդ նշած սահողությունները արձանագրելով մարդիկ ցկեցին եւ հեռացան։ Անշարժ քույքը նորեն գսեմ բացարելով, որտեղ մարդիկ որ մեր քնեցին եւ այլն, բաղավին բահեցին եւ այսօր ալ գվահեն, շարունակեն բահել։ Ասիկա ցավալի մեկ երևույթ է, որոնց ուղղությամբ Միացյալ Նահանգներու կառավարությունը չէ որ ջիկ պիտի ունի, այսինքն Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներն որ այս ուղղությամբ ջիկեր պիտի ունեն, ամբողջ մեկ ջիկ պետք է լա դեպի սպիրկայություն։ Բայց անալ նշեմ, որ այդ ջիկերը չեն գտնար սահմանափակվել միայն ինվեստմենտի դրամապանության մեջ, որովհետեւ երբ հայը Հայաստան գերտա ինվեստմենտ անելու, հայը գրնա նաև այդ նույն ինվեստմենտը օրինակ համար Ամերիկայի մեջ չնել կամ մեկ այլ երկրի մեջ ինչու Հայաստան պիտի այնպես չէ որ շատ մեծ գարելիություններ կան այնտեղ որ պետք է աջակցել ու օգտվել այդ ամեն ինչը այսինքն այնտեղ պիտի լա նաև որոշ փարոյական խաղապարախոսական մեկ կդրվածք բնականաբար եւ Ադիգը շատ բնական է, որովհետև նույնիսկ եթե այլ մեկ երկրի մեջ մեկը իր ներդրումը պիտի կատարի, այդ ներդրումին հետ բիզնես տրամաբանության հետ կապված կլան նաև այլ նկատառումներ, նախընտրություններ եւ այլն։ Ուրեմն այդտեղ ամոթ չկա, եթե հայը ասե որ ես պիտի երթամ եւ Հայաստանի մեջ բիզնես ներդրումներ կատարեմ Ուրեմն այս իմաստով Հայաստանի Հանրապետությունն է, իշխանություններն են, որոնք պետք է աշխատանք տանին, ջիկ տանին եւ չմոտենան այն մի քիչ ասպես չգիտեմ ինչպես նկարագրեմ կամ ինչ ածական օգտագործեմ, բայց այն մոտեցումը, որ եթե մեկը կփապակի, լավ, թող փապակի, գուկա, չկար, մեկ ուրիշը գուկա եւ այլն, այս տրամաբանութենեն դուրս գալով Ես կկարծեմ, որ թեպի սպիրկայություն ամբողջ մեկ ջիկ պետք է լա այս իմաստով, ինչը գրնամ վկայել, որ օրինակ այս իշխանությունները օրոք 2018-ի մայիսեն յետք, հունիսեն յետք, գրնամ վկայել, որ հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներուն այսպես ջիկեր եղան դարբեր, բայց շատ արագ հավանաբար պատերազմեն յետք, այդ ամեն ինչին վրայեն շատ արագ անցանք եւ ուրիշ նախընտրություններ նաեւ սպիրկի հետ քաղաքական ներազգային խնդիրներ հավանաբար եկան ամեն ինչ հաջողելու եւ այդ ծրագիրները այսօր նույն ռիթմերով չկան
գրնամ ասել որ տեխնոլոգիի բարակային քիչ մդարբեր է գրնամ վկայել որ հատկապես միացյալ նահանգներու մեջ ասենք հյուսիսային կալիֆոռնիա այդ Silicon Valley ասված շրջանի մեջ Սիլիկոնային հոբիտը, այո։ նախարարի գոմե մեծ ջիքեր եղան եւ գշարունակվին Դեսպանն էլ այցելեց։ Այո, դեսպանն այցելեց եւ այդտեղ գրնալար որ խոստումալից որոշ բաներ կան, դեսանք նաեւ վկայեցինք, չէ՞, ասկե մի քանի ամիս առաջ որոշ լուրեր որ Nvidia-ի հետ կապված եւ այլն, չէ՞, սպիկայրը ամեն ինչի մեջ հերագադար եղած են։ Նույնիսկ եթե կապիտալը ինքը հայկական չէ, ամերիկյան է, բայց այնտեղ հերագադարները հայեր եղած են։ Իհարկե։ Եվ ուրեմն այս նման օրինակ տարբեր նաև ջիքեր ես կգործեմ որ արժե այս իմաստով ամբողջ այսպես նաև ջիք մանել որ իշխանության հետ իշխանության ջամփով պետք է լա բայց անպայման պետք չէ տեսնել ասիկա որպես իշխանության ասենք թյուր կալու կամ իշխանության ծառայել ընդհանրակ Հայաստանի տնտեսության ծառայելը այսօր ասկային խնդիր է եւ հզորացնել Հայաստանի բանակը, Հայաստանի տնտեսությունը եւ այլն, ասոնք ասկային առաջադրանքներ են։ Շնորհակալ եմ, պարոն Հովսեփյան, ձեր այս կարևոր եւ հանգամանալից դիտարկումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար Շնորհավոր Սուրբ Ծնունդ գալիք եւ նոր տարի ամենայն բարիք միշտ նոր հանդիպում։ Լավ է։ Ես եւս շնորհավոր եմ ձեր նոր տարին եւ մեր ժողովրդի ձեր երեւորդներու նոր տարին շնորհավոր եմ եւ թող Աստված մեր հայրենիքին եւ մեր ազգին դա խաղաղություն եւ նորանոր հաջողություններ եւ հաղթանակներ։ Շնորհակալ եմ։ Ամենայն բարիք։ Սիրեցի։ Ամենք լսեցինք Վիգեն Հովսեփյանին, քաղաքագիտության դոկտոր, Լոս Անջելեսի հայ համայնքի հասարակական գործիչ, լսեցինք իր դիտարկումները կապված հայ-ամերիկյան հարաբերություններում վերջին զարգացումների, ինչպես նաև Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի փոփոխության հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։